Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը շարունակվում է մեզ մոտ եւ այսօր միմյանց հետ հիմա դիտելու ենք Էլիտ լիգայից մեկ հանդիպում, որտեղ միմյանց հետ մրցում են Էվերտոնը եւ Մանչեսթեր Սիթին, երկու զորեղ ակումբներ մրցում են միմյանց հետ, իրենց առաջին հանդիպումն է այս թիմերի Էլիտ լիգայում, տեսնենք այդ առաջին տուրի առաջին խաղում թիմերը ինչպիսի հանդիպում կցուցադրեն եւ տեսնում ենք City ֆուտբոլիստներն են խաղը մեկնարկում դաշտի կենտրոնից խաղը մեկնարկած է ես էլ անցնեմ թիմերի հայտարարություններին Էվերտոն դարպասը պաշտպանում է համար 1 Արամ Ղազարյանը, համար 2 Շահեն Վարդանյան, համար 7 Հովհաննես Գաբրիելյան, համար 8 Յուրի Հակոբյան, համար 9 թիմի ավակ Մանուկ Մուրադյան, համար 11 Ռևիկ Եղիազարյան, համար 13 Սամվել Գրիգորյան, համար 16 Արսեն Արսենյան։ Առաջին հարվածը տեսանք այս խաղի Էվերտոնը կատարեց, համար 17 Արամ Անտոնյան, համար 23 Միքո Պողոսյան եւ համար 77 Ռաֆայել Վարդանյան։ City դարպասը պաշտպանում է համար 1 Վահեև Մուրադյանը, համար 2 Գեորգի Գերա Կոստենկով, թիմի ավակ համար 3 Անատոլի Գաբրիելյան, համար 4 Ռոբերտ Ֆրոլացյան, համար 5 Ռանսֆորդ Բոադու, համար 7 Արթուր Ալավերձյան, համար 8 Բուբասիլա, համար 10 Արշակ Պողոսյան, համար 11 Հենրիկ Համբարձումյան եւ համար 23 Այլլա Ավալ։ Տեսնում ենք հիմա City-ն է փորձում իր առաջին գրոհը այսօրվա խաղում կազմակերպել։ Բանը գնդակով թողում է գնդակը Գերային։ Հեռացնում է հիմա գնդակը Էվերտոնի պաշտպանը այստեղ։ Եվ հիմա տեսնում ենք խոտածածկին է հայտնվել Յուրի Հակոբյանը։ Նշեմ, որ երկու թիմերն էլ Winter Cup-ի մրցաշարը հիանալի անցկացրեցին, բայց վերջո դուրս մնացին պայքարից Էվերտոնը լքեց պայքարը Վերդերի դեմ պայքարում, հիմա Արշակ Պողոսյանը հարվածեց, առաջին հարվածը Էվերտոնի դարպասին, մեկական հարված արդեն տեսանք երկու թիմերի կողմից Վերդերը հաղթեց Էվերտոնին վտանգավոր է նորից City-ն է գրում Պողոսյան թողնում է Գաբրիելյանին գնդակը եւ բարձր է հիմա հարվածում Անատոլի Գաբրիելյանը լավ հնարավորություն ստացավ Մանչեսթեր City-ից մեկնարկում հաշիվը բացելու բայց հարվածը լավ չստացվեց Գաբրիելյանին իսկ City-ն բախվեց Սելտային եւ միայն 11 մետրանոց հարվածաշարով պարտվեց Մանչեսթեր City-ն։ Հիմա նրանք արդեն պայքարում են նոր մրցաշարում։ Տեսնենք այս մրցաշրջանը, այս մրցաշարը ինչպես կանցկացնեն երկու թիմերը։ Նորից City-ն է անցել գրոհի Գաբրիելյան փոխանցումը չստացվեց այստեղ Գաբրիելյանի։ Մուրադյանը շարժվում առաջ։ Լավ նկատեց այնտեղ աչեզրում խաղանկերոջը եւ չկարողացավ այս գնդակին հասնել Արամ Անտոնյանը։ Ռոբերտ Ֆրոլացյանն է սկսում իր թիմի գրոհը։ Ուղարկեց գնդակը Ալավերձյանին, կենտրոնում է Արշակ Պողոսյանը, փոխանցում, բայց Յուրի Հակոբյանը այս փոխանցման ճանապարհը փակում է։ Նորից արագ վերադարձնում է գնդակը այստեղ Մանչեսթեր City-ն։
Ալավերձյան հետ ուղարկեցին դեպի Բուբան, գնդակը լավ փոխանցում հիմա Գերա Կոստենկով հարված փրկում է իր թիմին Արամ Ղազարյանը Ռևիկ Եղիազարյան փոխանցում առաջ դեպի Հովանես Գաբրելյանը Եղիազարյան ուղարկեցին կենտրոն գնդակը Մուրադյանին Պապ է խարկում Մուրադյանը հիմնակցի հետ լավ փոխանցում նորից Մուրադյանին հրաշալի անցում բայց այստեղ եկավ իր թիմին օգնությամբ Գերա Կոստենկովը տեսնում ենք հանգիստ այստեղ գործեցին պաշտպանությունում City-ի տղաները եւ կարողացան գնդակը խլել Ալավերձյան փոխում է գրոյի եզրը աչեզնում է հիմա հաս տեղակայվել Բուբան խանցում հիմա էլ մյուս եզր Պողոսյան հրաշալի խաղարկում Գաբրելյանի հետ Եղություն այնտեղ Ալավերձյանն էր Չկարողացան վերջո արագ գոլի հեղինակ դառնալ այս խաղակեսում եւ թիմերն էլ բայց ակտիվ հանդիպում է ընթանում Եղիազարյան երկար փոխանցում, բայց անհաջող է Ռևիկ Եղիազարյանի փոխանցումը Նորից City-ն է անցել գրոյի, Ալավերձյանն է կենտրոնում, երկար փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր էր, բայց այնտեղ կարողացավ այս փոխանցմանը եզրափակել Գերա Կոստենկովը եւ հարված կտեսնենք Արամ Ղազարյանի դարպասից Լևերտոնն է անցել գրոյի, հրաշալի փոխանցում տեսանք Մուրադյանից դեպի Գաբրելյանը նրա դիմաց պայքարում է Այլան Փոխանցում վտանգավոր էր, բայց Բուբան հեռացրեց գնդակը Այս բան վտանգավոր հարված երկու թիմերի կողմից էլ չենք տեսել այս րոպեների ընթացքում Եղիազարյանի փոխանցումը չստացվեց, նորից City-ն արագ խլեց գնդակը, աչեզրով շարժվում է առաջ Գերա Կոստենկովը հրաշալի փոխանցում, բայց Ղազարյանը որսած գնդակը եւ արագ ուղարկեց դեպի Գաբրելյանը Գաբրելյան հետ ուղարկեց գնդակը հանգիստ արկումներով փորձում են առաջ շարժվել Էվերտոնի ֆուտբոլիստները Երկար փոխանցում դեպի Գաբրելյանը, բայց այստեղ էլ գնդակը վերցնում է Մուրադյանը եւ սկսում իր թիմի գրողներից մեկը Պողոսյան ուղարկեց գնդակը Բուբային, շարժվում է առաջ Բուբան, փոխանցում Ալավերձյան Պողոսյան նրանից խլեց գնդակը հիմա Մանուկ Մուրադյանը հարված վտանգավոր էր հիմա դուրս էր եկել իր տեղից Վահե Մուրադյանը, բայց մի փոքր բարձր էր հարվածը Մանուկ Մուրադյանի Նորից City-ն է տեսնում ենք անցել գրոյին Ալավերձյան փոխանցում նորից անհաջող էր Ալավերձյանի փոխանցումը
Եղիազարյանն է սխալվում փոխանցում կատարելիս այն լան է գնդակով թողնում է գնդակը Պողոսյանին, կենտրոնում է Արշակ Պողոսյանը, փոխանցում Կոստենկով, փոխանցում փակված է այս փոխանցման ճանապարհը։ Նորից Սիթին է գրում, Ալավերդյան արված դարպասածողն է փրկում հիմա Էվերտոնին, լավ հնարավորություն ստացավ։ Մանչեսթեր Սիթին հանդիպման հաշիվը բացելու, բայց դարպասապայի ընկերը այստեղ փրկեց Էվերտոնին, հիմա Լերվից հարված Խլղացյանը, հարվածեց Ղազարյանը, փրկեց իր թիմին եւ առաջին անկյունայինը կտեսնենք այս խաղի։ Տեսնում ենք մի փոքր ավելացրեց րոպեների ընթացքում ճնշումը Սիթին, Ալավերդյան, փոխանցում Գաբրելյանին, Պողոսյան տեսնենք հիմա փոխանցում արված եւ գոլ, հաշիվը բացված է, գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Բուբասիլան 1-0։ Բուբասիլա 1-0 ի վերջո այս րոպեների ճնշումը Սիթիի տվեց իր արդյունքը եւ արդեն 1-0 հաշվով հաղթում է այս խաղում Մանչեսթեր Սիթին, հրաշալի գրող կազմակերպեց Սիթին։ Հիմա տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանի Էվերտոնը, նրանք են հիմա անցել գրոյի Եղիազարյանը արված։ Ինչպիսի գոլ հեղինակ է հիմա դառնում Ռևիկ Եղիազարյանը 1-1։ Ռևիկ Եղիազարյան 1-1 շատ արագ կարողանում է հավասարեցնել հանդիպման հաշիվը, Էվերտոնը ուղղակի ֆանտաստիկ գոլհեղինակ դարձավ Էվերտոնի ֆուտբոլիստը, հիմա նորից հաշիվը մեզ մոտ հավասար է։ Լավ րոպեներ են անցկացնում երկու թիմերն էլ։ Տեսնում ենք նորից Սիթին է անցել գրոյի, Գաբրելյանն է ձախ եզրում, հրաշալի անցում Գաբրելյանից փոխանցում եւ վերջին պահին Հակոբյանն է կարծես թե հեռացնում գնդակը, նորից անկյունային կտեսնենք Էվերտոնի դարպասին։ Նորից արագ խաղարկեցին գնդակը այստեղ Սիթի տղաները, Արշակ Պողոսյան փոխանցում Ալավերդյանին, Ալավերդյան, այն լա, տեսնենք հարված կլինի, թե ոչ, նորից Բուբայտն է խաղարկում, Պողոսյան, հարված եւ փրկեց իր թիմին նորից Ղազարյանը, նորից անկյունային կտեսնենք։ Պողոսյան փոխանցում Ալավերդյանին, թողնում է գնդակը Խլղացյանը, հարված բարձր է Ռոբերտ Խլղացյանի հարվածը։ Տեսնում ենք սխալվում է այստեղ իր կիսադաշտում հենց Էվերտոնը, նորից անցավ գնդակը Սիթին, Բուբա Պողոսյանի հետ է խաղարկում, Շակ Պողոսյան, Գաբրելյան, Պողոսյան, հարված պաշտպանը փակեց այս հարվածի ճանապարհը, Արշակ Պողոսյանին։ Coins, early gisteren, toch in een hele Նորից հրաշալի փոխանցում Մուրադյանից դեպի մյուս եզր, բայց չկարողացավ այստեղ Եղիազարյանը։ Ոչ, Եղիազարյանը չէր այդտեղ հայտնվել։ Գրիգորյանն էր չկարողացավ ֆիքսել գնդակը իր մոտ, Գրիգորյանը։
Հիշեցնեմ մնաց առաջին խաղակեսի ավարտին 10 րոպե 1-1 հաշիվն է մեզ մոտ այս պահի դրությամբ լավ հանդիպում է ընթանում այս պահին Սիթին է նորից անցել գրոյի Բուբասիլան է աչի եզրում փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը եւ նորից անկյունային Էվերտոնի դարպասին Խաղարկեցին այստեղ գնդակով Սիթի տղաները, Պողոսյան Ալավերդյանի հետ է խաղարկում Ուբա Պահում են իրենց մոտ գնդակը Սիթի տղաները Կշարունակվի նրանց գրոհը հիմա Կոստենկով հիմա ձախեզնում է հայտնվում է Գերա Կոստենկովը հրաշալի փոխանցում Գաբրելյան հարված մի փոքր շեղեր կարծես թե հարված է Անատոլի Գաբրելյանին բայց անկյունային է կարծես թե նշանակել խաղի մրցավարը այստեղ այլ Մուրադյանն էր հայտնվել Խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է Էվերտոնի հարցակվողի մոտ Նորից խաղարկեցին գնդակ այստեղ Պողոսյան Ռոբերտ Խղլացյան հարմարեցնում է գնդակը հարված կատարելու, բայց փոխանցեց այստեղ Խղլացյանը Նորից հրաշալի խաղարկումներ բանը կենտրոնում փոխանցում Կոստենկով չկարողացավ լավ եզրափակել այս հրաշալի գրող Գերա Կոստենկովը արագ խաղարկեց այստեղ Էվերտոնը գնդակը, բայց չտապեց Էվերտոնի դարպասապահ նորից անցավ գնդակը Սիթին Սյան այնտեղ լավ նկատեց Ալավերդյանին, Արտուր Ալավերդյան խաղարկում է Սիլայի հետ Փոխանցում արված Կոստենկով փրկեց նորից իր թիմին Ղազարյանը նորից կտեսնենք անկյունային Էվերտոնի դարպասին, այսօր շատ են տեսնում ենք անկյունայինները Սիթի կատարմա փոխանցում Տուգանային հրապարակ, բայց անհաջող փոխանցում նորից Վերջո խաղարկեցին այստեղ գնդակը Էվերտոնի տղաները նորից կորցրեցին Պողոսյանը հրաշալի նկատեց Գաբրելյանին պատ խաղարկեցին երկու թիմակիցները միմյանց հետ փոխանցում Հակոբյանը հեռացնում է գնդակը հիմա կարող է հակագրոհել Էվերտոնը Լավ խաղարկումներ Մուրադյան այնտեղ հրաշալի փոխանցում հիմա Եղիազարյանի ուղղությամբ, բայց Մուրադյանը փրկեց իր թիմին այստեղ, հիմա էլ հակառակ ուղղությամբ կտեսնենք անկյունային, առաջին անկյունային այս խաղում Էվերտոնի կողմից։ Արկեցին գնդակը այստեղ, խլում է գնդակը Արշակ Պողոսյանը և ձախ եզրով ուղղակի արշավանք է սկսում հիմա Արշակ Պողոսյանը և հակագրող կարող է լինել Պողոսյան, բայց խլեցին նրանից գնդակը, վերջին պահին անհաջող որոշում կայացրեց Պողոսյանը։
Այլ Մուրադյանի փոխանցումը չստացվեց, նորից արագ գրոյ է նետվում Սիթին, Կոստենկով փոխանցում, հեռացված է նորից գնդակը։ Հրաշալի խաղարկումներ, Պողոսյանից խլեցին գնդակը, Ալավերձյանն էլ հիմա փոխանցում կատարելիք սխալվեց, Կոստենկով երվից սարված պրկում է իր թիմի Ղազարյանը գեղեցիկ սեյվով, նորից անկյունային, Խարկեցին Խլղացյան ներվից հարվածում բռունցքներով հեռացրեց գնդակը Ղազարյանը Ամբարձումյան ձախեզրում է Գաբրելյանի հետ է խաղարկում գնդակը դուրս եկավ հենց գնդակը Գաբրելյանից Լուբանը շարժվում առաջ Ոխում է գերոյի եզրը Ամբարձումյան Արկում Գաբրելյանի հետ հրաշալի էր ամեն ինչ ներողություն Ամբարձումյանի հարվածը չստացվեց, բայց պահում է իր մոտ հիմա գնդակը Բուբասիլյան փոխանցում Պողոսյանին Պողոսյան փոխանցում Ալավերձյանը հարված կատարեց Ղազարյանի վրա և արագ նետում է գնդակը Ղազարյանը Մուրադյանին, բայց ինչ սահանքում էր հիմա Ռոբերտ Խլղացյանի կողմից, նորից Մուրադյան երվից հարված և հիմա հրաշալի գոլի հեղինակ դարձավ Մանուկ Մուրադյանը, այնտեղ անհաջող ֆիքսեց գնդակը Վահե Մուրադյանը և առաջ է անցնում այս խաղում 2-1 Մանուկ Մուրադյան 2-1 առաջ անցավ հաշվի մեջ Էվերտոնը Սիթի ճնշումը տեսնում ենք արդյունքի չբերեց բայց կարողացավ հեռվից հարվածով Մուրադյանը խոցել Վահե Մուրադյանի դարպասը տեսնենք Սիթին պարտվողի կարգավիճակում է այսօր առաջին անգամ հիմա Ռոբերտ Խլղացյանի հարվածը հակեցին Էվերտոնի ֆուտբոլիստները ինչպես կարձագանքի այս գոլին Սիթին շատ քիչ ժամանակ է մնացել առաջին կեսի ավարտին Պողոսյանը հրաշալի անցում թողեց գնդակը Գաբրելյանին և ի վերջո չկարողացավ լավ մշակել այստեղ գնդակը Անատոլի Գաբրելյանը Մուրադյան լավ նկատեց այնտեղ թիմակցին փոխանցում, բայց Մուրադյանը վերցնում է գնդակը և արագ սկսում իր թիմի գրոհը Ալավերձյան լավ նկատեց այնտեղ աչեզրում Կոստենկովին գերա Կոստենկով փոխանցում Պողոսյան թողնում է գնդակը թիմակցին բայց վերջին պահին դիպչեց գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստին և եզրային նետում են վաստակել այստեղ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները
Պողոսյան թողնում է գնդակը Ալավերդյանին, Ալավերդյանը արված նորից փակված է այս արվածի ճանապարհը։ Տղել հիմա լավ նկատեցին, ազատվել էր ձախ եզրում Էվերտոնի ֆուտբոլիստը Անտոնյանը, պայքարում է Բուբան, նորից Անտոնյան, բայց Բուբան խլեց գնդակը։ Սիթին է անցել գրոյի, վերջին գրոներից մեկը կարող է լինել այս խաղակեսի։ Քելյան թողնում է գնդակը Մարցումյանին։ Պողոսյան կենտրոնում է Կոստենկովը երվից արված, ուղղակի հրաշալի արվածով խոցում է Ղազարյանի դարպասը Գերա Կոստենկովը և հավասարեցնում հանդիպան հաշիվը, սիրելի բարեկամներ, առաջին խաղակեսը հավարտված է մեզ մոտ 2-2 հաշվով հավարտվեց այս խաղակեսը, մի փոքր դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո գոլառատ հանդիպում է ընթանում մեզ մոտ 2-2 հաշիվ է, հրաշալի խաղակես ստացվեց, հիմա Սիթին է անցել իր առաջին գրոյին երկրորդ խաղակեսի, տեսնենք այս գրոհ, բայց կորցնում է հիմա գնդակը Այնլան եւ հակագրոյի կարող է նետվել հիմա Էվերտոնը, Մուրադյան, տեսնենք մտնում է Տուգանային հրապարակ, հարված եւ գոլ, 3-2 նորից Էվերտոնը առաջ է անցնում մեզ մոտ։ Մանուկ Մուրադյան 3-2 հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում իր առաջին գրով Էվերտոնը կարողացավ նորից առաջ անցնել այս խաղում, ինչպիսի հանդիպում է ուղղակի ընթանում մեզ մոտ արդեն 5 գոլ է մեզ մոտ տեղի ունեցել, 5-ն էլ հրաշալի գոլեր են եղել, տեսնենք Սիթին այս գոլից հետո ինչպես կպատասխանի։ Մենք խառը իրավիճակի հիմա ձախ եզնում, բայց կարողացավ Սիթին այս իրավիճակում եզրային նետում կորզել, այս գրոյից հետո կվերհիշենք թիմերի հայտարարությունները, նորից հեռացրեցին գնդակը։ Նշեմ, որ Սիթից աչքի ընկավ մեկ անգամ Բուբասիլան, մեկ անգամ էլ Գերա Կոստենկովը, երկու անգամ գոլերինակ է դարձել Էվերտոնից Մանուկ Մուրադյանը, մեկ անգամ էլ Ռևիկ Եղիազարյանը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, որովհետև շատ բարձր է մեզ մոտ խաղի տեմպը։ Էվերտոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արամ Ղազարյանը, համար 2 Շահեն Վարդանյան, համար 7 Հովհաննես Գաբրիելյան, համար 8 Յուրի Հակոբյան, համար 11 11 Ռևիկ Եղիազարյան, համար 13 Սամվել Գրիգորյան, համար 16 Արսեն Արսենյան, համար 17 Արամ Անտոնյան, համար 23 Միքայել Պողոսյան, համար 77 Ռաֆայել Վարդենի և համար 85 Մանուկ Մուրադյան։ Սիթի դարպասը պաշտպանում է համար 1 Վահե Մուրադյանը, համար 2 Գերա Կոստենկով, համար 3 Անատոլի Գաբրիելյան, համար 4 Ռոբերտ Խխլացյան, համար 5 Ռասֆորդ Բոադու, համար 7 Արթուր Ալավերդյան, համար 8 Բուբասիլա, համար 10 Արշակ Պողոսյան, համար 11 Հենրիկ Համբարձումյան, համար 23 Այն Լավալ և համար Եվ վերջ, այսքանն է Սիթի կազմը, հիմա նորից հարված տեսանք Էվերտոնի կողմից։ Սիթին է անցել գրոյի, բայց չստացվեց այստեղ։ Սիթի խաղացողի փոխանցումը նորից պայել է գնդակը Սիթին իր մոտ, Համբարձումյան թողնում է գնդակը Այնլային, ձախ եզնում է Մանչեսթեր Սիթիի նորեկը։
Այնլա ձախեզրում եմ Ոնցում Ալավերդյանին խառը իրավիճակի հիմա այստեղ տեսնում ենք փոխեցին ի վերջո City տղաները Գրոյի եզրը Հացյան փոխանցում եւ Պողոսյանն է խլում գնդակը նետվում հակագրոյի 3-ը 2-ի բայց արագ վերադարձան City ֆուտբոլիստները իրենց կիսադաշտ Հանգիստ գլորում են ուղղակի գնդակը իրենց կիսադաշտում Էվերտոնի ֆուտբոլիստները չեն շտապում նրանք հրաշալի մեկնարկ տվեց Մուրադյանը երկրորդ խաղակեսում իրենց առաջին գրով գոլի վերածեց նորից նա է գնդակով Մուրադյան ձախեզրում է հրաշալի թողեց գնդակը այստեղ Իմաքսին, բայց խաղի կանոնները խախտել էր Էվերտոնի ֆուտբոլիստը Հերթական գրոհն է փորձում սկսել City-ին, բայց այստեղ անհաջող էր փոխանցումը Ադում պայեց իր մոտ գնդակը Ալավերդյան հրաշալի փոխանցում, բայց վերցնում է գնդակը Էվերտոնի դարպասապա Հերթական գրոհն է փորձում սկսել Էվերտոնը և խաղայկանները խախտել են այստեղ տեսնում ենք Հապշելյանի հետ պայքարում Արագ խաղարկեցին հիմա գնդակ Էվերտոնի տղաները Մուրադյան արված հորիզոնական դարպասաձողն է փրկում հիմա Մանչեսթեր Սիթիին ինչպիսի հարվածներ է այսօր կատարում Մանուկ Մուրադյանը Երկու գոլերն էլ նրա այսօրվա հրաշալի էին ուղղակի հիմա էլ նորից սխալվում են Սիթիի ֆուտբոլիստները Պողոսյան լավ խաղարկումներ Մուրադյանին անցավ գնդակը հրաշալի անցում պահում է իր մոտ Գնդակը հիմա Մանուկ Մուրադյանը աչեզրու է փոխանցում Տուգանային հրապարակ Խլղացյանը գնդակի տերն է այստեղ խաղարկում է գնդակը թիմակցի հետ Այնլանը շարժվում առաջ այնտեղ լավ նկատեց Զախեզրում Համբարձումյանին հարված և պրկեց իր թիմին հիմա Արամ Ղազարյանը հրաշալի սեյվով բայց ուղղակի ոսկերչական փոխանցում տեսանք հիմա Այնլայի կողմից և անկյունային է ներողություն եզրային նետում է վաստակել այս իրավիճակում Մանչեսթեր Սիթին Խաղարկումներ բուբա հարված բարձր էր հարվածը բայց այնտեղ անդրադարձ եղավ Էվերտոնի ֆուտբոլիստից անկյունային կտեսնենք Էվերտոնի դարպասին Խաղարկեցին այստեղ անկյունային է փոխանցում Ադու հնարքը չստացվեց Գերակոսենկով նորից փրկում է Ղազարյանը իր թիմին Ինչպիսի հարվածներ ենք տեսնում հիմա երկու թիմերի կատարմամբ Նորից արագ խաղարկում Համբարձումյան փոխանցում Ալավերդյանին Ալավերդյանը ուղարկում է մյուս եզր գնդակը Ռոբերտ Խաղլացյան Եվ ի վերջո գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից
10 րոպե անցավ այս խաղակեսից 3-2 հաշվով այս պայն Էվերտոնը հաղթում է հրաշալի հանդիպում ենք դիտում City-ն է տեսնում ենք անցել գրոյի փորձում են արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը City-ի տղաները փոխանցումն էլ անհաջող ստացվեց Անտոնյանն է շարժվել առաջ շալի փոխանցում Մուրադյան արված և վայ Մուրադյանն է փրկում իր թիմին լավ էին այնտեղ նկատել Մանուկ Մուրադյանին Գաբրելյանը հրաշալի փոխանցում կատարեց Այստեղ էլ դուրս էր եկել դաշտի դիմային գծից գնդակը Հանգիստ խաղարկումներով անցան կիսադաշտը Էվերտոնի տղաները Գաբրելյան փոխանցում խլղաց հարված շեղել հարված այստեղ ի վերջո Ռաֆայել Վարդանյանին բայց լավ գրո կազմակերպեց Էվերտոնը Փոխանցում և փոքր ուժեղ էր այստեղ Արթուր Ալավերդյանի փոխանցումը Հերիկ Եղիազարյանն է շարժվում առաջ Փոխանցում Մուրադյանին Նախաչեզրում է Մանուկ Մուրադյանը փոխանցում Հարկված այս փոխանցման ճանապարհը կարող է հիմա City-ն անցնել գրոյի Արթուր Ալավերդյան թողնում է գնդակը Բուբային կենտրոնում է հիմա Բուբան Շարժվում է առաջ Բուբան այստեղ և բայց ի վերջո իր թիմի մոտ գնդակը ամբարձում է փոխանցում Ալավերդյանին Գրոյի եզրը նորից փոխեցին Ռոբերտ Խլղացյան երվից հարված բայց բարձր էր Խլղացյանի հարվածը Տեսնում ենք, որ City-ն փորձում է հեռվից հարվածներով խոցել Ղազարյանի դարպասը և հանդիպման հաշիվը հավասարեցնել դեռ նրանց մոտ չի ստացվում արդյունքի հասնել, բայց շատ ժամանակ կա դեռ հանդիպման ավարտին Լավ փոխանցում ուղղված Բուբային շարունակում է առաջ շարժվել Բուբան Կոստենկով անդրադարձ եղավ այստեղ Գերա Կոստենկովից ափսոս լավ գրո էր կազմակերպել հիմա City-ն Մուրադյանն է հիմա Լաչեզում շարժվում առաջ Հետ ուղարկեց գնդակ այստեղ Գաբրելյանին նորից Մուրադյան Արկեց գնդակը թիմակցի հետ Վարդանյան փոխեց գրոյի եզրը Եղիազարյան երվից հարված և Խլղացյանն է հեռացնում այստեղ գնդակը Բուբա այնտեղ լավ նկատեց Գերա Կոստենկովին, բայց նորից մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ փոխանցումը Մանուկ Մուրադյան լավ նկատեց այնտեղ
Առաջ էր շարժվել Միքայել Պողոսյանը, բայց հեռացնում է գնդակը Վահե Մուրադյանը, շարունակում է մնալ գնդակը Էվերտոնի մոտ եւ ֆիքսեց ի վերջո գնդակը։ Այստեղ եւ արագ նետում է Վահե Մուրադյանը։ Այն լավ շեզվում է փոխանցում Ալավերդյանին։ Հաշալի խաղարկումներ Ալավերդյան, բայց իր մոտ գնդակը տեսնում ենք։ Այնլա եկավ կենտրոն։ Մանր խաղարկումներ փորձում են առաջ շարժվել City ֆուտբոլիստները, Խլղացյան փոխում է Գրոյի եզրը, Բուբա այստեղ ձախ եզրում ազատվել է Համբարձումյանը, հիմա նրա մոտ է գնդակը։ Սումյան լավ նկատեց Գերային արված, բայց ուղիղ Ղազարյանի վրա արվածեց Գերա Կոստենկովը, հիմա նորից արագ նետում Ղազարյանից Մուրադյանին եւ հարված կտեսնենք Մուրադյանի դարպասից։ 10 րոպե մնաց նշեմ հանդիպման ավարտին 3-2 հաշվով այս պայն Էվերտոնը հաղթում է City-ին, հիմա City-ն է գրոում։ Նորից պաշտպանությունում լավ գործեցին Էվերտոնի տղաները։ Պողոսյան խլեց այստեղ։ Այնն գնդակը նորից Պողոսյան, գեղեցիկ անցում Միքայել Պողոսյանից նորից անցում, բայց մի փոքր առաջ թողեց գնդակը Պողոսյանը, հիմա հարագ նետվել է գրոյի Մանչեսթեր Սիթին Բուբասիլա, ձախեզում է Բուբան, փոխանցում Գերա Կոստենկովին, հրաշալի փոխանցում արված Ալավերդյան, ինչպիսի դիրքից հիմա մի փոքր շեղ է արվածում Արթուր Ալավերդյանը։ Մենք նորից Սիթին է գրում, Գերա Կոստենկով փոխանցում Ալավերդյան նորից վրիպում է։ Այստեղ Արթուր Ալավերդյանը ինչպիսի հնարավորություններ է ստանում Ալավերդյանը, բայց դեռ չի օգտագործում այդ հնարավորությունները Ալավերդյանը։ Սիթին է տեսնում ենք անցել գրոյի, Պողոսյան, Ալավերդյան հետ է խաղարկում և խլեցին գնդակը այստեղ Սիթից Էվերտոնի տղաները, հեռացրած է գնդակը։ Բոադում սխալվեց այստեղ, լավ փոխանցում Մուրադյանից, Գաբրելյանին և ձախեզրում է Պողոսյանը, արված Վահե Մուրադյանն է փրկում իր թիմին, հիմա կարող էր Սիթի Չիրացված պահից հետո Էվերտոնը նորից գոլ եղինակ դառնալ, բայց չստացվեց այստեղ գոլի վերացել այս պահը Էվերտոնի ֆուտբոլիստի մոտ, արագ հիմա խաղարկում անկյունայինից։ Մուրադյան հանգիստ խաղարկում են այստեղ գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները և Պողոսյանը հիմա խլեց գնդակը և նետվում է հիմա Սիթին հակագրոյի, Գաբրելյան թողնում է գնդակը այստեղ Պողոսյան արված, հիմա այլ Պողոսյանի արվածն է մի փոքր շեղ ընթանում, ինչպիսի հնարավորություններ է բաց թողնում Մանչեսթեր Սիթին ուղղակի երկրորդ խաղակեսում։
Այլ Էվերտոնն է անցել գրոյի, Պողոսյանն է նորից ձախեզրում, մտավ Տուգանային հրապարակ, Միքայել Պողոսյան, բայց հրաշալի է գործում պաշտպանությունում Ռոբերտ Խելղացյանը, Սիթին է եմյալ անցել գրոյի, Ալավերդյան աչեզրում է հարված, նորից Ալավերդյանի հարված անհաջող էր, տեսնում ենք շատ ակտիվ են վերջին 5 րոպեների ընթացքում երկու թիմերն էլ փոխնիփոխ գրողներ ենք տեսնում Վերջին 5 րոպեն է մնացել հանդիպման ավարտին, լարված վերջաբան է մեզ սպասվում Ուղղակի հրաշալի հանդիպման ենք ականատես լինում սիրելի բարեկամներ 3-2 հաշվով այս պայն հաղթում է Էվերտոնը Մանչեսթեր Սիթիին Վարդանյանը հրաշալի փոխանցում կատարեց Մուրադյան պետք է գրավել դարպասը, բայց դարպասածողն է հիմա էլ փրկում Մանչեսթեր Սիթիին Այս ինչ խաղ է, ինչ խաղի ենք հիմա ականատես լինում սիրելի բարեկամներ ուղղակի երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ տեսնում ենք որ վրիպում են ուղղակի լավ դիրքերից հարվածների ժամանակ հիմա էլ Սիթին է անցել գրոյի Արշակ Պողոսյան փոխանցումը չստացվեց բայց մնում է Սիթիի մոտ գնդակը Գաբրիելյան փոխանցում Ալավերդյանին անբարձումյա փոխանցում այս փոխանցման ճանապարհն էլ Փակված է հիմա էլ Էվերտոնը կարող է գրոյել, բայց Խելղացյանը եկավ Մուրադյանի ոտքից տարավ գնդակը Խելղացյանը հարված նորից փակված է այս հարվածի ճանապարհը Նորից Սիթին է գրում Ալավերդյան, հիմա Ալավերդյանի փոխանցումը չստացվեց եւ կարող է հիմա հակագրոյել Էվերտոնը, բայց այստեղ էլ Բոադուն լավ պաշտպանությունում գործեց Ալավերդյան փոխանցում Գաբրիելյանին Գաբրիելյանի փոխանցումը չստացվեց Խլեցին գնդակը նորից Սիթիի տղաները, Ալավերդյան շարժվում է առաջ հարված և Ղազարյանը նորից փրկեց իր թիմին, այսօր տեսնում ենք շատ անգամներ է փորձել հարված կատարել Արթուր Ալավերդյանը, բայց դեռ չի կարողանում արդյունքի հասնել այս խաղում Սիթիի հարձակվողը նորից արագ խաղարկում, Խելղացյանի կրակոցը հիմա այլ, բայց դարպասածողն էլ հիմա փրկեց Էվերտոնին Տեսնում ենք, որ դարպասապայի փոփոխություն տեղի ունեցավ Էվերտոնի կազմում Հրաշալի մշակեց գնդակ այստեղ Մուրադյանը հարվածը չստացվեց մի փոքր հիմա այլ Մանուկ Մուրադյանի արագ նետում Արթուր Ալավերդյան կենտրոնում է փոխում է գրոյի եզրը աչեզրում է հայտնվել Գերա Կոստենկովը Գերա Կոստենկով պահում է իր մոտ գնդակը Արկում է գնդակը Պողոսյանի հետ, Խելղացյան կենտրոնում է, թողնում է գնդակը հիմա Համբարձումյանին, տեսնենք ինչ կմտածի Սիթիի ֆուտբոլիստները այստեղ Նորից Ռոբերտ Խելղացյան Պողոսյանի հետ խաղարկում է գնդակը, Պողոսյան պահեց իր մոտ գնդակը, Արշակ Պողոսյան, հրաշալի անցումներ Պողոսյանից և հարվածը փակված է Պողոսյանի ի վերջո Նորից Խելղացյան Կոստենկով հարված, հիմա կարող էր ֆենոմենալ գոլերինակ դառնալ այստեղ Գերա Կոստենկովը, բայց ուղղակի շեղ հարվածեց Սիթիի ֆուտբոլիստը Նորից արագ խլեց գնդակը Մանչեսթեր Սիթին Գաբրիելյան Գերա Կոստենկով հարված փրկեց իր թիմին դարպասապա և հիմա ընկավ այստեղ ուղղակի Գերա Կոստենկովը կարող էր Հավասարեցնել հանդիպման հաշիվը նորից Սիթին ճնշել է Խելղացյանը հարված հեռացված է գնդակը ինչ ֆուտբոլ է ընթանում ուղղակի սիրելի ֆուտբոլասերներ մեզ մոտ
Պողոսյանը հրաշալի թողնում է գնդակը առաջ, Պողոսյանը Գաբրիելյանի հետ է խաղարկում, Գաբրիելյան փոխանցում եւ հիմա նորից տեսնում ենք Գերա Կոստենկովը վրիպում է ուղակի 1-2 մետրից, ինչ էր սա, բայց անկյունն այն է վաստակել, Manchester City-ն հիմա խելայեղ վերջաբանի ենք ականատես լինում սիրելի բարեկամներ, մեկը մյուսից հետո չեն կարողանում City-ի տղաները այստեղ գոլի վերածել իրենց պահերը, հիմա էլ Ամբարձումյանի հարվածը տեսանք լավն էր, նրա հարվածը բայց շեղեր վերջին րոպեն է, տեսնում ենք մեզ մոտ ընթանում, դեռ պարտվում է City-ն Everton-ին 1 գնդակի տարբերությամբ, բայց այսօր City-ն իր խաղով առնվազն 1 միավորի արժանի է, տեսնենք ցուցադրի եւ այստեղ հայկանների խախտում Պողոսյանի հետ պայքարում Ռոբերտ Խելղացյանը տեսնում ենք դերին քարտ է ստանալու կոպիտ գործեց Պողոսյանի հետ պայքարում Խելղացյանը Հարկեցին այստեղ գնդակ Everton-ի ֆուտբոլիստները, փոխանցման ճանապարհը փակված է։ Փորձում են իրենց մոտ պահել այս վերջին րոպեին գնդակը Everton-ի տղաները, թողնելով City-ին գրոհել։ Երկար նետում Խելղացյանի կողմից եւ այստեղ լավ գործեց հիմա պաշտպանությունում Everton-ի ֆուտբոլիստը, բայց կարողացավ Ալավերդյանը մի փոքր հանգարել նրան Գաբրիելյան շարժվում է առաջ հարված Մուրադյանը փրկեց իր թիմին նորից Գաբրիելյան շեղ է հարվածը Գաբրիելյանի այնտեղ փոխանցում էր պահանջում Միքայել Պողոսյանը, բայց շտապեց տեսնում ենք Գաբրիելյանը կարծես թե հիմա արագ նետվում է գրոյի նորից Manchester City-ին Պողոսյան, կենտրոնում է Արշակ Պողոսյանը, հրաշալի փոխանցում Գաբրիելյանին չկարողացավ ֆիքսել այստեղ գնդակը Արթուր Ալավերդյանն գրոյի հիմա էլ անցել Everton-ը Եղիազարյան հարված բարձր է Վեվիկ Եղիազարյանի հարվածը տեսնում եք խաղի մրցավարը ժամացույցին է նայում, կարծես թե ժամանակը ավարտված է, բայց թույլ է տալիս մեզ վերջին գրոհը կազմակերպելու այս խաղի Պողոսյանն է գնդակով շարժվում է առաջ Արշակ Պողոսյանը եւ անմեղ իրավիճակում սխալվում Պողոսյանը հարված այ Մուրադյանը փրկում է իր թիմին նորից City-ն է անցնում գրոհի փորձում է արագ առաջ տեղափոխել գնդակը, նորից հիմա սխալ Խելղացյանն է հիմա սխալվում, Միքայել Պողոսյան վերջ կարող է դնել այս խաղին, Պողոսյան հարված եւ շեղել, Միքայել Պողոսյանի հարվածը եւ վերջ սիրելի ֆուտբոլասերներ խաղն ավարտված է, հրաշալի հանդիպում տեսանք, միասին եւ հաղթեց ի վերջո դրամատիկ պայքարում Everton-ը City-ին 3-2 հաշվով իր առաջին խաղում, առաջին միավորներն է վաստակում Everton-ը, իսկ առաջին պարտությունն է կրում City-ն այս մրցաշարում, հետաքրքիր հանդիպում ստացվեց մեզ մոտ, այսօրվա համար այսքանն էինք պատրաստել, բարի գիշեր եւ ամենայն բարի։